Փաշինյանը նշում է մասնավորապես արձագանքելով այն հայտարարությանը, որ գազը կարող է թանկանալ, այդ թանկացումների մասին խոսելով, ասում է ինչքան ուզում է թող թանկացնեն, մենք այնքան փող ունենանք, որ դա թանկ չի երևա։ Նախ այսպեսի մի հարց, մենք հասելով ում նկատի ունի իրենց թե ժողովրդին, եւ արդյոք այս արտահայտությամբ հուշում է ժողովրդին, որ այո, գազը կարող է թանկանալ։ Ենթադրում եմ, որ ՔՊ-ի մասին է խոսքը, որ շատ փող ունեն, որտեղ 8 միլիարդ պարտքի առնվազն կեսը մսխել են եւ հայտնի չի թե որտեղ է։ Սա առաջինը, երկրորդը ինքը ժողովրդի հետ խորհրդակցել է, արդյոք ժողովուրդը պատրաստ է կրկնակի ավելի թանկ վճարել գազի համար։ Սա անպատասխանատու հերթական հայտարարությունն է եւ իր սխալների համար հերթական անգամ ծանրությունը կախվելու է ժողովրդի վրա։ Նա նաև նշում է, որ մենք մեր սեփական գազը կունենանք, մեզ մոտ գազի ինչ-որ նոր աղբյուրներ են բացահայտվելու։ Առաջ անգամ եմ լսում, երևի պետք է իրենից հարցնել։ Չկա սեփական գազ Հայաստանում։ Ժամանակին մենք հետազոտություններ արել ենք, դա իմ ժամանակ էր, բավական Հայաստանի տարածքով, ավելի շատ սլանցային, այսպես ասենք, տարբերակի վրա, բայց պարզվեց, որ բավարար պաշարներ, որոնք կարելի է օգտագործել, ուղղակի չկա։ Խոսում են հիբրիդային պատերազմի մասին, խոսում են ռուսական կողմի ազդեցության մասին, բայց մենք տեսնում ենք, չէ՞, այսպես հանրայնորեն ԱՄՆ պաշտոնյան է գալիս Հայաստան, նախ Ռուբիոյի գալը ուղիղ միջամտություն է, հիբրիդային պատերազմը ինչ էր այս գալիք ընտրությունների վրա։ Ուղիղ միջամտությունը Հայաստանի ընտրություններին, ուղիղ միջամտությունը այն ինչի մեջ փորձում էին մեղադրել ռուսական կողմին, անում են ճիշտ իրենք։ Հիմա պատկերացնեմ, եթե օրինակ ռուսական կողմից որևէ պաշտոնյա գար, ինչ կանեն։ Եվս մեկ հարց եւ վերջ, անդրադառնալով կրկին մի փոքր զորահանդեսին։ Փաշինյանը նաև հայտարարում էր, որ ինքը դա ցուցադրություն էր, չէ՞, ժողովրդին, ասում էր, որ ինքը վերականգնել է բանակը։ Այդ ամենը տեսնելով կարող ենք մենք համարել, որ նա բանակը վերականգնել է։ Իհարկե ոչ։ Նա բանակը քանդել է եւ բանակը քանդողը չի կարող բանակը վերականգնել։